1895 թվականի աշնանային մյուս գիշեր միայն պրոֆեսոր Վիլհելմ Ռենտգենի սենյակի լույսն էր վառված։ Նա գազով լցված խողովակով փորձարկումներ էր անում։ Ռենտգենը ծածկում է խողովակը թղթետուփով եւ որոշում աշխատանքը շարունակել առավոտյան։ Անջատելով լույսը սեղանի մոտ նկատում է տարօրինակ լուսավորում։ Կանաչավուն լույսն արձակում էր սեղանի վրա դրված ցիանական բարիումի բյուրեղները։ Նա հասկացավ, որ լույսի պատճառը խողովակն է եւ 7 շաբաթ գիտնական անցկացրեց լաբորատորիայում։ Նա սպառաթղթի վրա լցրեց բարիումի բյուրեղներ եւ մոտեցրեց հոսանքի միացված խողովակին։ Ապա ranքում դրեց մի հաստ գիրք, փայտե կտոր, ապա փրաթիթեղ ու ափսե։ Ճառագայթները փաստորեն անցնում էին այս իրերի միջոցով։ Ռենտգենը իր վերջին փորձը կատարեց կնոջ վրա ստանալով մարդու դասակի առաջին ռենտգենյան պատկերը։ 1896 թվականին ֆիզիկոսը որոշում է գյուտը ներկայացնել գործընկերներին, ում ճառը իսկական ֆուրոր է առաջացնում։ Քաղաքներում հայտնվում են ռենտգենյան խցիկներ, որտեղ բոլոր ցանկացողները գումարով կարող են ստանալ իրենց կմախքի պատկերը։ Շատ շուտով գյուտը հասավ մաքսատուն։ Արդեն կատարելագործված սարքի միջոցով հայտնաբերում էին մաքսանենգությունները։ Նա իր գյուտի համար արժանացավ Նոբելի մրցանակին, բայց իր համեստության պատճառով չմասնակցեց մրցանակաբաշխությանը եւ այն ստացավ փոստի միջոցով։ Գյուտն էլ կոչվեց իր անունով Ռենտգեն։